մեծարգո եղածով դատողածով խեղաթյուրից ամանիչ։ Ինձ ներկայացրեց, որպես ես չգիտեմ ով, ինչ, բայց այսքան տարիների ընթացքում, որ նախաքննության ընթացքում, դատաքննության ընթացքում ամենաշատը ես բացի դա չի եղել մինչ նշույլ անգամ փաստարկում, որ որևէ վկայի հետ, որևէ մեկի հետ որևէ առնչություն ունեցած։ Դուժողի ասպես կոչված, դուժողի եղբայրը այստեղ որ արձակնվեց, ինչ պարզվեց։ Պարզվեց, որ նախաքննության ընթացքում տված ցուցումները ամենևին կապ չունի Աղբան Հովսեփյանի մեղադրանքի հետ։ Կարելի է նորից բացել նաև նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել որևէ ուրիշ արգավանքների վերաբերյալ եւ որևէ անգամ քննիչ հարց չի տվել այն փաստերի, դեպքերի, մեղադրանքների շուրջ ինչ որ ինձ առաջ է դրված։ Չկա նման բան։ Ինչի համար, որովհետեւ ես էլ իմ հարցին պատասխանեց, որ այդ հարցերը ինչ որ էստեղ բարձրացան, նախաքննության ընթացքում չէին էլ տվել իրեն։ Որովհետև ձեռնտուց չէ եղել այդ հարցերի պատասխանները, չեմ կարծում, թե քննիչը բանավոր թեկուզ այդ հարցերի մասին զրուցած չէ, բայց չի արձանագրվել, որովհետև ձեռնտու չի եղել նախաքննության մարմնում։ Իսկ այն ինչ որ քննված է եւ արձանագրված, դա ընդհանրապես կապ չունի մեղադրանքի հետ։ Ոնց է ձեռք բերվել է սովորել, ոնց է ձեռք բերվել, ընդհանրապես կապ չունի։ Մյուս կողմից, միայն դա չի, որ ցուցմունք տվեց, որ նախաքննության ընթացքում ճիշտ չի արձանագրված։ Բազում վկաներ են այդ մասին դատարանն հայտնել, որ ճիշտ չի արձանագրված էր։ Ես ինչ կապ ունեմ դրանց։ Կամ դուժողի եղբայրը, որի մասին շեշտվեց, հարցրեցին, քանի տարի առաջ տեսել կամ ընդհանրապես հարաբերությունները ոնց են եղել։ Տարիներ առաջ որևէ հարաբերություն, որևէ առնչություն չի եղել։ Ես նորից եմ կրկնում, այդ փոփոխությունը նրանում չի, որ ինքը չի հաստատել ինձ։ Կապ չունեցող մեղադրանքի հետ ցուցմունքներ են այնտեղ արձանագրվել։ Բացի դա, ինչ կապ ունի իմ վարքագիծը, որևէ մեկի հետ չառնչվել, նախաքննությանը չխոչընդոտելը, դատաքննության ընթացքում չխոչընդոտելը, չխուսափելը, կամ ես ինչ արգելք չհանդիսանալը, որ ճշմարտությունը բացահայտվի, ինչ կապ ունի իմ վարքագծի հետ, եթե մի բան կա, խնդրում եմ շեշտեք, ասեք, որ ես ինչ-որ մի քիչ ենթադրել, որ ես կարող եմ, ես վստահաբար ասում եմ չեմ արել, որևէ բան չեմ արել։ Եթե ես իմանայի իմ ժառանգները, իմ զավակները ինչ-որ կերպ պետք է հայթայթեին այդ գումարը եւ բերեին գրանցեին, ես անկեղծ եմ ասում, որ գերադասեի մնալ անազատության մեջ։ Որտեղ ինձ տարիքում ինձ համար միևնույն է այնտեղ եմ գտնվում, թե ազատության։